Ժառանգությունը մաղթում մեր հայրենատեր հայրենակիցներին, խնդրում տարածել եթերը, արդեն կարող ենք սկսել, իմ հայրենատեր հայրենակիցներ, եթերը ուզում եմ սկսեմ նրանից, որ այս թրկաբարոնները, գիտեք, անընդհատ կրկնում են, որ իբրև թե զարկ են տալի ռազմական արդյունաբերությունն է, որը գիտեք, մեր համար ամենակենսական կարևորության, ամենակենսական նշանակության խնդիրներից մեկն է, բայց իրականությունը այլ է, հիմա ես հրապարակայնորեն դիմում եմ ինչպես կառավարության գլխին, այնպես էլ պաշտպանության նախարարի աթոռը զբաղեցնող սուբյեկտին, ուրեմն դուք արդեն կներկայացնեք իրար մեջ, թե ինչ է կատարվում, ես մենակ սաբոտաժ եմ տեսնում, բնականաբար ճակերտները չեմ կարող բացել, մոտ 20 օր առաջ տեղի ունեցավ հերթական հանդիպումը պաշտպանության նախարար կոչվածի հետ, մեր ընկերներից ես իրանց հետ դեռ խոսալու բան չունեմ, կգա ժամանակը կխոսանք աչքերի մեջ իրար նայելով, հիմա դրա ժամանակը չի, ներկայացվեց շատ կարևոր էլի սկսան անջատելը, ուրեմն ներկայացվեց պաշտպանական բնույթի շատ կարևոր զինատեսակների հետ կապված նախագծեր, որը մինչև հիմա մենք չունենք։ Դրա վրա աշխատել են հայկական գիտնականներ, հայ միտքն աշխատել, գիտական միտքն աշխատել, մի հատ ամբողջ sense ցիկլ է, խումբը աշխատել, բացի այն, որ դա մի քանի տարիներ շարունակ ներկայացվել է, ընթացք չի տրվել, այս անգամ էլ ասենք լավ, այս անգամ էլ ներկայացվի, մի հատ հասկանանք սրանց վերջնական որոշումը որն է, պարզվեց, որ պետք չի, պաշտպանության նախարարությանը պետք չի այն, ինչը որ իրականում Հայաստանի Հանրապետության զինված ուժերը չունեն եւ այն ինչ որ հայկական զինանոցում առհասարակ մինչեւ այս պահի դրությամբ գոյություն չունի։ Նորից մերժվեց, մինչեւ հիմա պատասխան չկա, արդեն 20 օր անց է, ինչպես պատասխան չկա այն նախագծից, որի մասին բազմիցս եմ ասել։ Մի խոսքով ես ուզում եմ ազգաբնակչությունը տեղեկանա, որ Հայաստանը գտնվելով պատերազմի շեմին, ինչի մասին գիտեք շեփորահարում են անգամ իշխանությունները, թե նախկինում մերժում էին բոլոր sense կոչերը, հիմա իրանք են դրա մասին գոռում, ճովում 24 ժամ, բայց արի ուտես, որ այս կարևորության խնդրի պայմաններում դրան կանխարգելելու, դրա դեմ դիմակայելու հետ կապված ծրագրերը սովորության համաձայն, սովորույթի ուժի համաձայն նորից ընթացք չի տրվում։ Անգամ չենք փորձում քննարկեն այդ ամեն ինչը ստեղծած մարդկանց հետ։ Այսինքն, եթե դուք sense թղթերը նայելով որոշում եք, որ դա պետքա չլինի, խմբի ղեկավարին ընդունում եք, բայց հանդիպում չեք կազմակերպում այդ մերժողների հետ, արդեն իսկ նշանակում է, որ դուք նպատակ չունեք, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը ունենա նմանատիպ զինատեսակներ, նմանատիպ պաշտպանական միջոցներ։ Ուրիշ սրան պատասխան գոյություն չունի։ Այն, որ դուք ոչ կոմպետենտ եք, դա պետական գաղտնիք չի։ Եթե դուք չեք հասկանում, իսկ դուք չեք հասկանում հաստատ, ուրեմն բարի եղեք, նայեք ինչ մեղմ եմ այսօր ձեր հետ խոսում։ Այնքան հայրենասեր եղեք ճակերտների մեջ, ոնց որ ձեզ փորձում եք ներկայացնել, բայց իրականությունը լրիվ դուք թուրքասեր եք։ Սեղանենցերի նստացեք կառավարության գլխին, սեղանենցերի նստացեք պաշտպանական գերատեսչությունը ղեկավարող մյուս գլխին։ Ես ասել եմ, չկա պետության գլուխ եւ գլուխներ։ Այդ գիտնականները ովքեր ստեղծել են այս ամեն ինչը տարիներով չարչարվել են, նստացեք սեղանի մյուս կողմում, այն մյուս կողմում էլ նրանց ովքեր մերժում են այս ամեն ինչը չեն ուզում ընթացք տան։ Որ հետո չասեք, դե գիտեք մենք ինչ, մենք գիտնականներ չենք, մենք չենք հասկանում, մեզ սխալ զեկուցեցին, մեզի չէին ասել, որ դրան իրական նշանակությունը ինչ է, նստացեք, լսեք, ձեր վիվդները արեք, հետո դուք մերժեք, որ հետո պատասխանատվությունը մենակ դուք կրեք այդ ամեն ինչի, հետո չգցեք սրա վրա ռազմաարդյունաբերության այդ հանձնաժողովը արեց, էնի արեց, դուք, պրյամոյ դուք, եք երկրի այսօր կառավարման ղերկը վերցրե, դե յուրե, դե ֆակտո, դուք եք, չէ՞։ Բա մարդիկ տարիներով նստեն, այս ամեն ինչը ստեղծեն, այսօր դուք չուզենաք սրանց ընթաստակ, Գնում եք ստեյց ընդեից մի հատ արդեն իրաց դուրս գրած ապրանքները բերում եք ստե, ասում եք բերեցինք, դուք մեր այս հայկական ռազմաբոդկեքը տեսեք,
Դուք մի հատ այդ մարդկանց կանչեք փակ հանդիպան, տեսեք արտասահմանը ինչ գներ է առաջարկում, որ այս ռազմաբոդկեքի ծրագրերը, գոնե ծրագրերը վաճառեն իրանց, դրա արտադրանքը չենք ասում։ Ու դուք եք խոսում հայրենիքից, դուք եք խոսում պաշտպանությունից, դուք եք խոսում բանակ ամրացնելուց, հա։ Նորից եմ ասում, այս իմ եթերները միշտ մալացիայի ուրեմն թաղայինները միշտ զեկուցում են, դա քրեական գործերի հիմքում միշտ է դրած, միշտ մալացիայի բանը թաղայիններն են գրում, իմ եթերներից քրֆուրները առանձնացնում են, քրեական գործերը հացում դրա վրա։ Այս որ երրորդ եթերները չեմ տենում մի հատ տենց ընթացք։ Ինչ վերաբերում է հայրենիքին, պաշտպանությանը, երկիրը դզելու իմ եթերներին, իսկ իմ եթերների 99% դրա մասին այն մի տոկոսն էլ իրանց վերաբերմունքը, մի հատ ընթացք չկա։ Նորից եմ կրկնվում, ինչքան կարող եք սա տարածել, որովհետև շատ չափազանց լուրջ կարևոր թեմայի մասին է, եւ գիտեմ, էսի վերլուծվում է, տարբեր տեղեր նայում են, հաշվի առնելով որ գործում ենք ռազմական գաղտնիքի հետ, պետական գաղտնիքի հետ, ես դա չեմ կարող հրապարակել, շակերտներ չեմ կարող հրապարակել, բայց հավատացեք ինձ, այսօր այդ ծրագրերի համար դուք վերջի զրոները մենակ չեմ կարող ասել, քանի զրո են ավելացնում, որ այս կոնկրետ այս Հայաստանում ստեղծած այս ծրագրերը տրվի երրորդ երկրներին վաճառելու, երրորդ այս մարդիկ չեն վաճառում, այս մարդիկ ասում են, սա Հայաստանի Հանրապետությանն է, սա հայոց բանակինն է, սա հայ ազգինն է, ու ոչ մի ընթացք չկա։ 20 օրից ավել է էլի լռություն, մի քանի տարի այս մարդիկ այս դռները ծեծում են էլի լռություն։ Եթե կուզենաք մանրամասն իմանաք, պարոնայք եւ տիկնայք իշխանավորներ, ինձ գտնելու տեղը հեշտ գիտեք։ Կարող եք բանը նույնիսկ ձեր այդ գերատեսչության ղեկավարին կանչել, հարցնել այդ հանդիպումների եւ այդ ծրագրերի մասին, ինչը մի քանի օրից կդրվի նաեւ այլ գերատեսչությունների սեղաններին, նամակների տեսքով, բողոքի դիմումների տեսքով եւ մյուս գերատեսչություններն էլ, ովքեր վերահսկողություն ունեն պաշտպանության նախարարություն կոչված այդ կանտորայի վրա, այն ժամանակ թող իրավական հարթությունում այս հարցը բարձրացնեն, ասեն խիչեք դրեք քննարկման, դա չեմ ասում ընդունել, խիչեք դրեք քննարկման, որ պլյուս մինուսները հասկանան, նպատակարարությունը հասկանան։ Դուք հասկանում եք, չէ՞, արդեն դե ոնց է որոշումները կայացում են 23 թե 26 տարեկան խորհրդավոր են խորհրդատուների մակարդակով։ Ես չեմ կասկածում, որ իգական սերի ներկայացուցիչների դեմն են դնում են ասում են, չէ, այս ինչ այդտեղ եղբանա, այս մակարդակի է, էլի իրանց մոտ այդ քննարկումները։ Բայց մենք մեր հնարավորությունների սահմանում կանենք այն ամեն ինչը, որ դուք հանգած իրավական հարթությունից չշեղվեք, չկորեք, գոնե օպերատիվ տեսադաշտից, որովհետև մենք արդեն ստեղ տենում ենք սաբոտաժ։ Ընդդեմ Հայաստանի Հանրապետության, ընդդեմ հայ ազգիս մենք տեսնում ենք սաբոտաժ։ Մենք դա տեսնում ենք եւ կարանք հիմնավորենք ինչու՞մ է դա կայանում։ Ես մի դեպքից եմ խոսում, որը թարմ է, 20 օր առաջվա է։ Եթե շատ կուզենաք լկստվեք, մի քիչ շատ բացվեն, ավելի հետաքրքիր շակերտներ կներկայացնեմ, բուղներդ կհելնի, տենակ այդ ովքեր են մերժում, այդ ովքեր են քննարկում, մի հատ բերեք դրանց գիտական աստիճանը, դրեք ու դրանց ստեղծողների գիտական աստիճանը նայեք, կրենայք ովքեր են ստեղծողները, ովքեր են այդ հարցերը քննարկողները, ու դուք կհասկանաք։ Այս հենց նույն բանակի ատեստացիայի թեմայի տակ է, էլի, իբրև թե բարի նպատակներով բանակը ինչ են անում։ Այս նույն ոճի մեջ են աշխատում, էլի։ Էսի գիտություն, պաշտպանության նախարարության կանտորայի ղեկավարություն, սա պաշտպանության նախարարության ազնիվ սպաներին չի վերաբերվում, ազնիվ զինվորականությանը, հայերեն ասել զինվորականությանը չի վերաբերվում, ազնիվ զինվորականությունը, ազնիվ սպաները երանի կտան եւ շատ կցանկանան եւ ասուն էլ աղոթում են, որ սրանք շուտ բերվի արտադրական տեսքի, արդեն դաժե կիրառվի մարտական ծառայության պայմաններում։ Չեն անում, փաստ։ Ու սենց պարբերաբար դուք էսի իմանալու եք։ Դե հիմա փորձեք շարունակել նույն ձևով, մի քանի օրից արդեն իրավական հարթությունով էս հարցը կքննարկվի, տենանք սաբոտաժ կա, թե սաբոտաժ չկա։ Մի հատ ամբողջ ոլորտ է պետությունը իբրև թե հատկացրե, ֆինանսավորման մեխանիզմների չեմ խոսում, հասկանում եք,
Ատկատային մեխանիզմներից չեմ խոսում, ֆինանսավորումներից չեմ խոսում նրանից ոնց են ուզում փողը տան գյուտը խլեն, հետո ես ինչ արտադրեն, ում ծախեն, այդ դաշտից չեմ խոսում։ Իսկ դու գիտեք, որ ես դա լավ տիրապետում եմ։ Ես երբեք չեմ խոսա նրանց, ինչի մեջ չեմ մտել, չեմ ուսումնասիրել։ Պինդ բռնվեք մի քանի օրից Պաշտպանության նախարարության համապատասխան պատասխանատուներ, հետո չասեք չգիտենք։ Պինդ բռնվեք, մի քանի օրից ընթացքը կտրվի, կտենաք ինչ ընթացքա տրվում, այդ տենանք այդ խեք մերժում։ Խիչ եք վերցնում դնում, խիչ եք քննարկում, ստեղծողին խիչ եք կանչում, նստացեք մի հատ կլոր սեղան, մարդը գիտականորեն բացատրի, ձեր գիտնականները ճակերտների մեջ բացատրեն խիետի պետչի բանակին եւ ազգին եւ սահմանին եւ զինվորին։ Մի քանի օրից համբերեք, գծած գալիս ենք հետևներից հետ։ Մյուս հարցը ես ուզում եմ անդրադառնամ Դավիթ Տոնոյանի այդ լացակումած հայտարարության օրեր առաջ, որ հայտարարեց իրան տեսակցություն չեն տալի, մյուսը։ Ես ասեմ, ես գիտեք երկար տարիներ եղել եմ բանտերում, որպես քաղբանտարկյալ 15-16 տարի, ես գիտեմ ինչ ստանել բանա դա։ Անգամ Դավիթ Տոնոյանի նկատմամբ էս արարքը, եսի ձեզ ասեմ անմատկային ոչ հայեցի բանա, անկախ նկատմամբ իմ վերաբերմունքից, որպես մարդ, որպես արդեն կալանավորված մարդ, եսի ես չգիտեմ ինչ նպատակով եմ անում, բայց որ նպատակով են անում ու ինչ որ բաժիշ գործողությունն է, եւ այս կալանավորումը բաժի տարերա պարունակում, դա միանշանակ։ Որ ինքը չասել, դա մենք գիտենք։ Ինքը չի կա, ինքը տանում է դեպի քաղաքական հետապնդում, բայց ինքը չի կարող ասի քաղաքական հետապնդում, ինչ որ սիգնալներ է ուղարկում, որ հանգստացեք, կարող խոսամ, եւ նյարդերը տեղի են տալի արդեն, բայց ամեն դեպքում սա անմատկային է, ով ինքը ինչ արե, շատերդ միգուցե չգիտեք, ես մի քիչ շատ գիտեմ, կամ էլ ավելի քիչ գիտեմ, քան շատերը գիտեն, որ իր անմիջական մասնակցություն էս ամեն ինչին, դա 1000%-անոց ապացուցված բան է, դե հարցը չափի մեջ է, ով ինչքան ինչ է արել։ Ինքը չէր կարող անմասն լինել էս ամեն ինչին Արցախի հետ կապված, էս ամեն ինչին հետ կապված ու գտնվել դեռևս այդ պաշտոնում։ Դա միանշանակ, դա քննարկելու թեմա չի։ Բայց հարցը այն է, որ մենակ ինքն է անդե իրանցից ու սենց ճնշման է ենթարկվում, ուրեմն այնպես չի մի բան։ Այդ իրան այդ հանձնաժողով բերելու այդ կապիկությունները, այդ կապիկ խաղերը, այդ հարց ու պատասխանները կապիկ թելադրված մյուսը եւ ինչ որ կոնտրոլից դուրս է եկել։ Բայց ինքը պետք է հասկանա մի կարևոր բան, որ իր կյանքը վտանգված է, ինքը պատահորախոս